Կառավարությունը 1 միլիարդ 708 միլիոն դրամ կհատկացնի 15 սուբվենցիոն ծրագրերի համար։ Գործադիրի հերթական նիստը մեկնարկեց այս որոշմամբ։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի խոսքով ֆինանսավորումը նախատեսված է համայնքային ենթակառուցվածքների բարելավման եւ այլ ոլորտների զարգացման համար։ Արարատի մարզի 2 ծրագրի համար նախատեսվում է շուրջ 234 միլիոն դրամ հատկացնել, Արմավիրի մարզի 3 ծրագրի մասով հատկացումը 246 միլիոն դրամ է, Գեղարքունիքի մարզի 2 ծրագրի մասով 168 միլիոն դրամ հատկացում է նախատեսվում, Կոտայքի մարզի 3 ծրագրին ենք ֆինանսավորում 191 միլիոն դրամի չափով, Սյունիքի մարզի 4 ծրագրի համար նախատեսվում է 715 միլիոն դրամ, Վայոց-Ձորի մարզի 1 ծրագիր ունենք ֆինանսավորման ենթակա այս փաթեթով 152 միլիոն դրամ։ Ավարտված ընթացքի մեջ եւ ավարտական փուլում գտնվող ծրագրերն էլ ներկայացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Դրանք վերաբերում էին մարզերում ճանապարհների ասֆալտապատմանը, բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների նորոգմանը, մանկապարտեզի կառուցմանը եւ այլ աշխատանքների իրականացմանը։ Որոտան խոտ ավտոճանապարհի վերակառուցում, որը նախատեսված է 2025 թվականին։ Այս ճանապարհն էլ շատ բարդ մի ճանապարհ է, որի վրա մենք արդեն 5 տարի, 4 տարի, 5 տարի չարչարվում ենք, որովհետև այնտեղ որոշակի սողանքային երևույթներ կային, անդադ ջրեր էին արտահոսում եւ այլն եւ այդպես շարունակ, եւ Որոտան գյուղը հիմա ըստ էության նորմալ ճանապարհ ունի։ Հայաստանում աշխատավարձով ապահովված աշխատատեղերի թիվը հոկտեմբերի տվյալներով հասել է 810,074 աշխատատեղի, ինչը նախորդ ամսվա համեմատ 5000-ով ավելի է։ Ներկայացնելով տնտեսական ակտիվության ցուցանիշը Նիկոլ Փաշինյանը նշեց, որ համախառն աշխատավարձային ֆոնդը վերջին տարիների ընթացքում զգալիորեն աճել է, ավելանալով 149 միլիարդ դրամով։ Եվ պետք է արձանագրել, որ արդեն ոչ առաջին տարին մեր տնտեսության աճը կանխատեսվածից տեսանելիորեն ավել է եւ նաեւ կարծում եմ սրա պատճառն այն է, որ մենք անդադ մեր քաղաքականություններում բացի ենթակառուցվածքներից ընդգծում ենք մարդու ստեղծարար աշխատանքի կարևորությունը եւ այդ ստեղծարար աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու առումով կրթության կարևորությունը։ Անկանխիկ գնումների դեպքում կենսաթոշակառուների հետ վճարը կդառնա 20%, 6000-ից հասնելով 10000 դրամի։ Որոշման նախագիծը ներկայացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։ Նոյեմբեր ամսվա ցուցակներով կենսաթոշակ եւ նպաստ ստացող շահառուների թիվը կազմել է 661811, որից 600126-ը իրենց կենսաթոշակը կամ նպաստը ստանում են անկանխիկ եղանակով եւ հետեւաբար այս 366000 այս ծրագրի շահառուների թիվը կազմում է անկախիկ ստացողների 61%-ը։ Հետվճարի չափերի փոփոխության շնորհիվ անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստացող եւ անկանխիկ գնումներ կատարողների կենսաթոշակների չափը 2026 թվականին կավելանա 3000-ից 4000 դրամով։ Այդ նպատակի համար հարկ կլինի հաջորդ տարի լրացուցիչ հատկացնել շուրջ 14 միլիարդ դրամ։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ ներկայացրեց պետական կառավարման համակարգի մարմինների կատարողականի գնահատման եւ դրա հիման վրա խրախուսման պիլոտային ծրագրի նախագծի հիմնավորումը։ Այս փոխկապակցված նպատակների իրագործման տեսանկյունից կարևոր է ինչպես համակարգում մրցունակ կադրերի պահպանումը եւ նորերի ներգրավումը, այնպես էլ կառավարման մարմինների սահմանափակ ռեսուրսները առաջնահերթ անելիքներին ուղղելու հարցը։ Առաջարկվում է ստեղծել կատարողականի գնահատման եւ դրա հիման վրա խրախուսման նոր համակարգ։ Խրախուսանքի արժանացած յուրաքանչյուր ծառայողի վարձատրության ավելացումը մի մասով հանդիսանում է կրթական ծախսերի համար նախատեսված գումար, որպես որակավորում է բարձրացնելու եւ կարողություններն ավելացնելու լրացուցիչ հնարավորություն։ Սահմանամերձ գյուղերի բնակիչների գազի, հոսանքի ու ջրի վարձը մասնակի փոխհատուցելու համար հատկացվեց 112 միլիոն դրամ։ Կառավարության ղեկավարն էլ նիստի ավարտին հանձնարարեց ստեղծել 2 աշխատանքային խումբ Երևանում օդի աղտոտվածության եւ խցանումների խնդիրների լուծման համար։ Նարեկ Խաչատրյան, Սյունիք լուրեր։